Պարոն Թաթոյան, մի քանի ճշգրտումներ, հետո բուն հարցը, դուք նշեցիք, որ հիմնական օգոստոս ամսին են տեղի ունեցել 2025-ի հանրակայման աշխատանքները, փաստացի այն ժամանակ, երբ որ Վաշինգթոնում խաղաղության հետևից էին գնացել Փաշինյանն ու իր թիմը, Եվրոպական դիտորդական առաքելության դերակատարման մասով անելիք չունի այս համատեքստում, եղել են կոնկրետ օրինակ արձանագրումներ, ծանոթացել եք Եվրոպական դիտորդական առաքելությունը այդ շրջանի ժամանակաշրջանի հետ կապված ինչ արձանագրումներ է արել, հաջորդը Քանի որ քաղաքացիների հետ եմ այս վերջերս հաճախ ավելի զրուցում հարցումների ֆորմատով, նրանք օրինակ նշում են, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարը օբյեկտիվորեն այլ ընտրանք չունի, քան այս պահին կոնկրետ բավարարվել Ամերիկայի կողմից տված երաշխիքներով, որովհետև այս աշխարհում ոչ ոք երաշխավորված չի, ցույց են տալիս Իրանի օրինակը, Վենեսուելայի օրինակը, երբ այդքան պատրաստված պետությունները փաստացի կանգնած են պատերազմի, հակամարտությունների կամ անիշխանության խնդրի առաջ, հետևաբար այլ ընտրանքը կոնկրետ որն է ոչ երկարաժամկետ լուծում։ Օրինակ հիմա եղավ իշխանափոխություն, դուք եղաք իշխանության։ Որն է կարճաժամկետ լուծումը, ինչ եք անելու, պիտի այս դրված դիրքերը հեռացնեք Հայաստանի Հանրապետության շրջակայքից եւ հետո Փաշինյանն էլ է նշում բանակի ամրության այսպես մասին, ասում է չենք ցույց տալիս, հո չկա, բայց տեսեք հեսա շներ են, չէ, արհեստական բանականությամբ առաջնորդվող ինչ որ կատուներ կամ բան կան, մարդիկ գործ են անում, իսկ դուք ասում եք բան չեն անում, այտենց ոնց կլինի, շնորհակալություն։ Նախ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ կապի մասին այդ այցի տեսեք, ինչ է տեղի ունեցել։ Ակնհայտ է, որ նայեք, երբ օրերով էլ ուսումնասիրում ենք, շատ այսպես նկատվում է իրավիճակը հստակ ուրվագծվում է։ Օգոստոսի 8-ը ուրբաթ օր էր։ Եթե հիշում եք, օգոստոսի 8-ից առաջ տեղեկություններ տարածվեցին մամուլում, դեռ ոչ պաշտոնական, մի քանի օր առաջ, որ ստորագրվելու է փաստաթուղթ։ Ես կարծում եմ, եւ այս ապացույցներն էլ այդ մասին են, որ անմիջապես Ադրբեջանն անցել է գործի եւ իրականացրել է նոր դիրքեր է կառուցել, ճանապարհներ է կառուցել, բարելավել է ռազմավարական կոմունիկացիաները, որպեսզի հարկ եղած դեպքում աշխարհաքաղաքական իրավիճակը կամ ինչ որ մի իրավիճակ թույլ տալու դեպքում ինքը անցնի գործողությունների։ Ամեն դեպքում այս վիճակը այս պահի դրությամբ դրան հնարավորություն է տալիս իր վերահսկողության տակ պահել ռազմավարական անվտանգության կարևորագույն նշանակության օբյեկտներ։ Մենք տեսանք Սոտքի հանքավայրը, մենք տեսանք մեր այդքան ջրային ռեսուրսներ այնտեղ կան, չէ՞, օրինակ Վարդենիսի մեր այդ հատվածը շատ հարուստ է ջրային ռեսուրսներով, աղբյուրներով ջրի։ Մենք տեսանք, որ այնտեղ մեր բնակավայրերն են, մեր ռազմավարական նշանակության ճանապարհն է, որ այդ գյուղերը կապում է Գլխավոր Մայրուղու եւ Երևանի հետ եւ այլն։ Ես կարծում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներից սա ակնհայտ թաքցվել է, բնականաբար Նիկոլ Փաշինյանն իմացել է այս մասին, բնականաբար այս առաջխաղացումների եւ նրանք թաքցրել են մեր հանրությունից։ Հարցն այստեղ է, դուք ինչու եք թաքցնում։ Դուք այդ քանի գլուխ ունեք, որ մեզանից, ինձանից, մեզանից, մեր երեխաների անվտանգությունից, ապահովությունից կտրում եք, թաքցնում եք ձեր քաղաքական դիվիդենդների համար։ Որ դուք կարողանաք գաք, ասեք, այ գիտեք ինչ կա, տարբեր տեղեր ասեք, մենք սա ենք անում, նա ենք անում, խաղաղություն ենք բերել։ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությունը դրա համար եմ ասում, նրանք մսխում են, ուղղակի մսխում են։ Ես վստահ եմ մեր Ամերիկայի Միացյալ Նահանգների գործընկերներն էլ չեն իմացել։ Մենք ուղարկելու ենք այս զեկույցները նաև դրան, որովհետև ակնհայտ է նրանց ձեռնտու չի ներկայացնել, որտեղ Ադրբեջանի հետ պայմանավորվածություններով ստացվում է կեղծ խաղաղություն են բերում։ Այդ պաշտպանական շրջանների հետ կապված էլ կամ ամրացման այդ օբյեկտների հետ կապված, որ նրանք ցուցադրում են, այսպես չէ, պոպուլիզմի առարկա են դարձել։ Այդ պաշտպանական շրջանները նրանք անում են բացառապես քաղաքական նպատակներով։ Դա չունի ռազմական բաղադրիչ։ Դա ունի միայն պոպուլիզմի քաղաքական խոսք ասելու հնարավորություն տվող բաղադրիչ։ Նրանք
տարբեր մասնագետների են տանում, այցերի, չէ, մարդիկ ասում են, այսպես փոխադրում են, ցույց են տալիս, դա պատասխանատու հայտարարում եմ, դա միայն քաղաքներ ունեցող քայլեր են, դրանք ռազմական բաղադրիչներ չունեն։ Մեր զինված ուժերի, նրանք պետք է հատուկ որոշումների կայացման մեխանիզմը նույնպես պետք է փոխվի եւ դրանք պետք է արվի, այո, մասնագիտական հենքով շատ արագ։ Սա նա պետք է աներ նոյեմբերի 10-ից սկսած, 9-ից սկսած, երբ ստորագրվեց 44-օրյա պատերազմի արդյունքում եռակողմ հայտարարությունը։ Մինչև հիմա ոչ մի բան չի արվել։ Միայն քաղաքական պոպուլիզմի համար որտեղից կարող են դիվիդենդներ քաղել։ Ինչ վերաբերում է Եվրամիության դիտորդներին։ Ես կարծում եմ Եվրամիության դիտորդները մեր անվտանգության համակարգի բաղադրիչ են դարձել եւ հիմա դրանք կարեւոր նշանակություն ունեն, բայց շատ ներողություն, ինչ անի Եվրամիության դիտորդը, երբ քո երկրի վարչապետը, որը իրեն անվանում է գերագույն գլխավոր հրամանատար, պաշտպանության նախարարի հետ միասին լծվել են իրանց ներկուսակցական քարոզների կուկուրուզ ուտելու, պերաշկի ուտելու, երբ ձայն չեն հանում, ոչ մի բան չեն խոսում, Եվրամիության դիտորդը գա ինչ անի։ Ինքը ինչ, գիտեք, մեր ամբողջ խնդիրը այստեղ է, որ մենք անընդհատ բոլորի վրա ենք դնում մեղքը, ասում ենք, դու ինչի չեկար, դու ինչի համար ես այստեղ, բայց լավ, դու քո իրավունքների պաշտպանության համար, ինքդ քո իրավունքների պաշտպանության համար ինչ ես արել։ Հիմա մենք խոսում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների մյուս գործընկերների հետ աշխատանքում այս սահմանազատման, այս սահմանների ամրացման աշխատանքները ինչ են անում։ Դուք երբևէ լսել եք մեր սահմանային անվտանգության հարցերը որևէ միջազգային դիսկուրսի մեջ։ Կա որևէ տեղ։ Ինչ են ասում, դա կանենք սահմանազատման հանձնաժողով, շատ լավ ձև են գտել։ Իսկ այդ կտորային, այդ էլ Ադրբեջանի փայլա երևի, հասել է Իրան, որ մեր սահմանազատման, մեր սահմանների հետ կապված դուք ինչքան կարող եք խորացեք։ Մենք սահմանազատման հանձնաժողով ենք դա անելու։ Ոչ մի նման հարց միջազգային օրակարգերում չկա։ Բայց եթե միջազգային օրակարգերում չկա, դու ոչ միտեղ այդ հարցերը չես տանում։ Ո՞վ է քո հարցերը, այդ հարցերը գալու փոխարեն լուծի։ Ավելին թաքցնում ես դա։ Ես ժամանակին եւ հիմա էլ անում ենք անընդհատ, բայց ժամանակին հատկապես երբ ներխուժումներ են լինում, ամեն քար ու թփով անցել ենք։ Գիտեք ինչ, դա ամենամեծ ճնշումներն էին գործադրվում, որ ինֆորմացիան չհրապարակվի, ինչու, որ իրենք հանրության աչքի առաջ թույլ չերևան հանգարց, որ ցույց գան, նստել, մենք ուժեղ տղերք ենք, այսպես։ Բայց այդ տեսնում ենք, ասենք, արդյունքը որն է։ Դրա համար է ես կարծում եմ, որ այստեղ պատասխանատվությունը առաջին հերթին գլխավորը հենց Հայաստանի իշխանությանն է, որը թաքցնում է մեր հանրությունից այս կարևորագույն տեղեկությունները։ Պատասխանեցի հարցերին։ Դուք ինչ եք անում։ Մենք ինչ ենք անում, ես արդեն նշեցի, մենք ինչ նախ այս առաջնահերթ այս հարցերը բերվելու են միանգամից միջազգային օրակարգ։ Մենք օգտագործելու ենք բոլոր միջազգային մեխանիզմները, մենք արդեն դիմել ենք, մասնավորապես առաջիկայում կհրապարակենք շատ կոնկրետ, արդեն ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե ենք դիմել կոնկրետ մեր բնակավայրերի բնակիչների անունից հայցեր ենք ներկայացրել, այդ հայցերը ունեն ընթացք արդեն, դրանով մենք բերում ենք միջազգային օրակարգ։ Երբ մենք ներկայացնում ենք այդ հայցերը, մենք նայեցինք, տեսանք ոչ մի տեղով չկա մեր սահմանային հարցերը, ոչ մի տեղ չի քննարկվում։ Դրանից բացի նաև բացի միջազգային այս համակարգերը օգտագործել ուժեղացնելու ենք մեր բանակը։ Եթե մենք չունեցանք ուժեղ բանակ, մենք չենք ունենալու ուժեղ անվտանգություն, ուժեղ տնտեսություն ու երկիր, ամուր երկու ոտքի վրա կանգնած երկիր։ Մենք պետք է ունենանք ամուր երկիր, ամուր անվտանգության համակարգ եւ դա պետք է լինի մեր ամուր հզոր բանակով, որը պետք է լինի մոբիլ, որը պետք է լինի ժամանակակից պահանջներին համապատասխան եւ հիմնված ժամանակակից տեխնոլոգիաների վրա։ Մեր իմանության 24 Պարոն Թաթոյան, դուք ներխուժումների մասին խոսեցիք, ներկայացրիք, նաև ձեր խոսքում էլ նշեցիք, որ օրվա իշխանությունները հղում են անում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացներին, նշեցիք նաև, որ միջազգային ատյաններում, միջազգային հարթակներում եք ներկայացնելու այս իրողությունները, բայց մենք ժամանակին նաև տեսել ենք միջազգային հանրության արձագանքը կապված Արցախի հետ, Բերձորի միջանցքը փակելու, ՄԱԿ-ի արդարադատության որոշման չկայացումը եւ դրան արդեն հաջորդակ
քաղաքական քայլերը, որոնք տեղի են ունեցել, եւ եթե օրինակ միջազգային հանրությունը պատշաճ չարձագանքի այդ դեպքում որոնք են քայլերը լինելու եւ արդյոք հիմա չի ստեղծվել մի այնպիսի իրավիճակ, որ ցանկացած այլ քայլ կամ դրսևորում, քանի որ դուք նշեցիք, մենք տեղում որոշում կայացնելու հմտություն պետք է կարողանանք ունենալ, որ նոր ագրեսիայի հիմքի կարող է հանգեցնել եւ մեկ ոչ այս օրակարգի վերաբերյալ հարց, դուք օրերս հուշագիր ստորագրեցիք Հայաքվե նախաձեռնության հետ եւ միասին եք ընտրություններին գնալու, ինչու հենց Հայաքվեն, ինչն է ձեզ միավորում? Շնորհակալություն։ Նախ անդրադառնանք Արցախից, դուք նշեցիք Արցախի հետ համեմատեցիք եւ միջազգային արձագանքները։ Տեսեք, ակնհայտ էր, որ Արցախի հետ կապված Հայաստանի իշխանությունը ոչ միայն չէր անում անհրաժեշտ քայլեր, այդքան հայտարարում էր մենք ենք անվտանգության երաշխավորը եւ այլն, բայց ոչ միայն ոչինչ չէր անում, այլ հիշում ենք հայտնի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ելույթից առաջ Հայաստանի կառավարության ղեկավարը ինչ ասեց, որ ոչ մի վտանգ չի սպառնում Արցախի բնակչությանը։ Թաքցնում էին փաստերը միջազգային հանրությունից, այսինքն նաև խոչընդոտում էին։ Հիմա մենք ասում ենք, որ այս ամենը բերելու ենք համար մեկ միջազգային օրակարգ է դառնալու։ Մեզ համար սա մեր երկրի ով կարող է աշխարհում ասել, որ ես չեմ կարող իմ երկիրը պաշտպանել։ Հրտեսեք ինչ է անում, նորից եմ ասում, կտրատում է կտոր, ադրբեջանական վերահսկողության տակ է ամեն ինչ անցնում։ Կտոր եւ շատ վստահ քայլերով գալիս են առաջ։ Այսինքն որևէ մեկը աշխարհում կարող է ասել, թե ես ինչու եմ իմ բանակը ուժեղացնում պաշտպանության նպատակով, որ իմ երկիրը պաշտպանեմ, ապահով պահեմ, որևէ մեկը կարող է ասել, որ ներխուժումներից ես չեմ կարող իմ երկիրը պաշտպանել, սա դրա համար կան ժողովուրդ ջան միջազգային բոլոր մեխանիզմները, այստեղ ոչ մի այլ այսպես դուք եք ասում այդ ագրեսիայի հիմքեր նման բանի մասին ընդհանրապես խոսք չի։ Ես ուզում եմ ասել, որ դրա համար է, որ այս իշխանությունները մեր ժողովրդի վրա վախ են վաճառում։ Նրանք վախով են, հիմա էլ նախընտրական քարոզչության ժամանակ նրանց քարոզում են վախից ելնելով ընտրել։ Նրանք վախի մեջ են պահում մեր ժողովրդին։ Իսկ ես ասում եմ, ժողովուրդ ջան, հանկարծ չմտածեք, բոլոր լուծումները կան, բոլոր միջազգային մեխանիզմները կան, չնեղվեք հանկարծ, պետք չի հուսախաբվել, ընկրկել։ Կան միջազգային, կան մարդիկ, որոնք պատկերացնում են այդ լուծումները։ Դրա համար պետք են մասնագետներ, դրա համար պետք է մասնագետ, ոչ թե որ հելին գնա ամենավտանգավոր իրավիճակներում ներքին քարոզով, կուկուրուզ ուտելով ու պերաշկի ուտելով զբաղվեն, այլ երկրի պաշտպանությամբ զբաղվել, գիշեր-ցերեկ, օրը 24 ժամ ունի, պետք է աշխատել օրը 48 ժամ, որ կարողանանք մեր երկրի հարցերը լուծենք։ Եվ ես վստահ եմ, որ գտնելու ենք այդ լուծումները։ Դրա համար մենք պետք է լինենք հետևողական եւ մենք լինելու ենք հետևողական այս հարցերում, որտեվ առանց դրա մեր երկրում ոչ կարող է լինել խաղաղություն իրական, որևէ այլ բան չի կարող լինել։ Ինչ վերաբերում է մեր համագործակցությանը եւ հուշագիրեր կնքելուն, տեսեք, մենք համագործակցության հուշագիր ենք կնքել Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման հետ, որովհետեւ նրանց գործունեությունը, նաև արժեքային գործունեությունը, նշանակությունը մեր ազգային շահերի պաշտպանության հետ կապված կարևոր էր, մենք դա ենք կարևորում, բայց եւ նրանց նաև մասնագիտական ներուժը, մարդկային ներուժը, բայց միայն Հայաքվեն չէ, մենք երբ սկսեցինք մեր գործունեությունը հոկտեմբերի 8-ին հայտարարեցինք Միասնության թվեր քաղաքական նախաձեռնության մասին, մեզ այդ գրեթե անմիջապես հուշագիր կնքեցինք, սկսեցինք իրար հետ աշխատել Շանթ Դաշինք կուսակցության հետ, պետք է ասեմ շատ մեկ օրգանիզմի պես աշխատում ենք եւ իբրև մեկ մարմին, մեկ ինստիտուտ, այն հարցերը, որոնք մեր առաջ դրել ենք, մենք դրանք տանում ենք առաջ, նույնպես կարևոր է, որ մեր այստեղ արժանքային համագործակցություն կա եւ շահերի համընկնում։ Այստեղ մենք նաև համագործակցում ենք եւ հուշագիր ենք ընկել առաջ արժանապատվության շարժման հետ, երիտասարդների հետ, ովքեր ներկայացնում են մարզեր, Արմավիր, Արարատ, Տավուշ, տարբեր մարզերի երիտասարդներ են, մասնագետներ են, դասախոսներ, որոնք հստակ պատկերացնում են նաև երկրի ինչպես կարող ենք գնալ առաջ եւ
Մենք ունենք մեզ նաև միացած զինվորականների խումբ, մենք ունենք հասարակական տարբեր կազմակերպություններ, հիմնադրամներ եւ այլն, եւ շարունակելու ենք այսպես այս միասնության ճանապարհով մեր ընթացքը։ Մերի Հակոբյան, Նյուզեյը։ Պարոն Թաթոյան, արդեն 5-րդ օրն է հարևան Իրանում պատերազմ է։ Իրանում ստեղծված իրավիճակը ինչպես կարող է ազդել Հայաստանի անվտանգային խնդիրների եւ տնտեսական խնդիրների վրա, եւ երկրորդ հարցը ներքաղաքական կյանքին է առնչվում։ Օրեր առաջ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարությամբ է հանդես եկել եւ նշել, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիրները կարող են հաջողության հասնել, եթե բոլորը հավաքվեն Սամվել Կարապետյանի շուրջ։ Նրա այս հայտարարությունը ինչպես է գնահատում եւ նման սցենարը հնարավոր համարում եք։ Իրանում ստեղծված իրավիճակի հետ կապված բնականաբար սա մեզ համար անչափ կարևոր պետք է լինի մեր բարեկամ Իրանում իրավիճակի կայունությունը, ցանկացած զոհեր, պատերազմ ինձ համար անընդունելի է, առհասարակ, որտեղ անմեղ մարդիկ են զոհվում եւ ես կարծում եմ մենք հատկապես պետք է հիմա կենտրոնանանք նրա վրա, մեր անվտանգային մարտահրավերների վրա, որ այս պայմաններում, երբ տարածաշրջանը այս աստիճան եռում է, մենք ինչ ենք պատրաստվում անել եւ հələ տեսեք դուք այս աստիճան եռալու պայմաններում ինչ պահվածք են ցույց տալիս Հայաստանի Հանրապետության իշխանությունները։ Ինչ վերաբերում է առաջին նախագահին, դա նրա դիրքորոշումն է, պարոն նախագահի, մենք ունենք մեր օրակարգը, գնում ենք առաջ ըստ հայտարարված օրակարգի։